Հաջորդ օրը լուսնցուլի կենդանակերպում կրկին բարդ օր ամսի 8-ին 9-ին էլ է բարդ օր, այս երկու օրերը 8-ը եւ 9-ը դրանք լուսնցուլի կենդանակերպում ֆինանսների, ռեսուրսների դաշտն է, գնումներ խորհուրդ չի խորհուրդ տրվում կատարել, բանկերի հետ գործարքներ խորհուրդ չի տրվում, պարտքով գումարներ, պարտքով գումարներ վերցնել, որովհետև այստեղ մենք տեսնում ենք լուսին Մարս օպոզիցիան, նաև սուր կոնֆլիկտներ ֆինանսների այս դաշտում եւ անձնային գումարները եւ դա հանրային գումարները պարտքերի պատճառով կարող են ուղղակի լարվածություն լինել եւ ոչ մի գնում, ոչ մի կարևոր գործարքի եթե հնարավորություն եք սիրելի հետևորդներ։ Հաջորդ օրը ավելի բարենպաստ է, տեսնում եք լուսինը երկորյակի կենդանակերպում, տեսեք ամսի 2-ը եւ 3-ը ջրհոսի կենդանակերպում էր եւ հոկտեմբերի 10-ը 11-ը երկորյակի կենդանակերպում ամենաբարենպաստ օրերը կրկին նշում եմ ինֆորմացիայի տարածման, ուսուցման տարբեր պրոցեսների, մեքենաներ գնելու, այստեղ կարող են լինել մարդատար արագընթաց մեքենաներ, բայց ամսի 2-3-ին դրանք ջրհոսի կենդանակերպը, դրանք էլեկտրոմոբիլներն են, կենցաղային տեխնիկա, սարքավորումներ, լուսին երկորյակում քուր, եղբայր, այդ հարաբերությունները կարող են շտկվել, նոր հարաբերություններ կարող են սկսվել, շատ բարենպաստ է օդի եւ կրակի ազդեցության տակ ծնվածների համար։ Գիտեք, այս հետաքրքիր, այս ծուր արագած դիրքավորումը եւ մյուս կողմից լուսնի այս դրական դիրքերը մեզ թույլ են տալիս մտածելու, որ հոկտեմբերը բարենպաստ դիրքավորումներով լեցուն է եւ այո, այդպես է ի տարբերություն սեպտեմբերին։ Անցնենք առաջ, սիրելի հետևորդներ, բարդ օր հոկտեմբերի 12, հաջորդ օրը 13-ը փոքրինչ բարենպաստ, 12-ին խորհուրդ չի տրվում ներընտանեկան խնդիրները լուծելու, տան անդամների հետ եթե հանդիպեք հնարավոր է կոնֆլիկտներ լինի, ծերերը, տարիքով մեծ մարդիկ, այստեղ փորձառու մարդիկ, այստեղ նաև քանի որ Վեներան կույսի կենդանակերպում է, դա նաև աշխատանքային այդ պրոցես, այդ դաշտն է ներառում, հնարավոր է խնդիրներ լինեն արհեստավարժ մասնագետների հետ, մի փոքր հարցից Նեպտունը խոյի կենդանակերպում, նույնիսկ չեք հասկանա, թե ինչպես այդ կոնֆլիկտը հրահրվեց եւ լուսին Վեներա այդ կիսաքառակուսի դիրքավորման գագաթին լուսինն է, որը ասում է, որ ձեր էմոցիաներում եղեք ավելի զուսպ։ Վեներան զսպվածություն է տալիս, բայց լուսինը խեցգետնում էմոցիաները հորդում են ու դուք հնարավոր է խնդիրներ ունենաք ամսի 12-ին առավոտյան ժամերին աշխատանքում ղեկավարների հետ, նաև ձեր ներընտանեկան խնդիրները կարող են խանգարել կամ հնարավոր է ձեր ղեկավարը ուղղակի շատ բծախնդիր գտնվի եւ սկսի մանրամասն ուսումնասիրել ձեր գործը, այնտեղ սխալներ